Ես շատ մեծ դժգոհություն ունեմ կառավարության նկատմամբ, սկսած այն փսլնքոտից, որի վրա քրգործ բացեցին, այն ժամանակ երբ դա հնարավորություն կար երկայն գումարներ, երբ որ Հայաստանով լվանում էին 15 միլիարդ դոլար ռուսական, երբ որ բանը չգիտեմ բանկային ոլորտով լվացվում են Ռուսաստանի գումարները, այդ գումարները պետք է բանում ու երկաթգիծ կառուցվեր։ Այնինչ հիմա ասենց մզմզում են բան են անում հյուսիս հարավը որ կա դեպի Մեղրին պետք է երկաթգիծ կառուցվեր դրա համար ընդհանրապես մեկ որոշում պետք էր կայացնել կոնցեսիան ռուսների ձեռքից վերցնել այդ պարագայում մենք կունենայինք երկաթգծային բան հիմա հա օքեյ էլի վատ չի բայց դե չես կարող անան այս մուլտիմոդալի պատճառը է նա որ մենք չունենք երկաթգիծ եւ իրանք փորձում են այդ խաշմերուկի թեման խաղացնել այսինքն բերեն բան Նախիջևանով դուրս գա Երասխավան, հետո գա ծրվի, հետո sense բաները հիմարություն։ Ուղղակի Սյունիքով պետք է անցկացնենք երկաթգիծ, որի արժեքը ասենք 2-3 միլիարդ դոլար է, ոչ ավել։ Այսինքն նենց չի էլ որ ինքը մի ֆանտաստիկ բան է, լրիվ շոշափելի գումարներ են։ Եվ այդ գումարները այսպես կոչված սուպեր եւ մեգա դախլչիները, որ փող էին լվանում Ռուսաստանի համար, հանգիստ կարելի էր վզներին դնել։ Լվանում ես լավ ես ոնց որ սաղ աշխարհը Ռուսաստանից օգտվեց ոնց որ Հնդկաստանը Ռուսաստանից օգտվեց ինքը բան արեց ռուպիայով առավ նավթը հիմա Հնդկաստանի կենտրոնական բանկում ասենք արդեն երևի մի 50 միլիարդ դոլարի Ռուսաստանը ռուպիա ունի որով կարող առնի Հնդկաստանից ինչ ուզում է բայց Հնդկաստանից դուրս բան չի կարող առնի ասենք նույն բանը կարող իր անել կարող ոսկիների լվանայր, չեմ ասում, տենց չօգտվես, լավ հարիֆի պես նստես, 15 միլիարդի ոսկի ես լվացել, լավ ես արել, 5 միլիարդը մնում է Հայաստանում, չէ, ուրեմն գնա քո համար ուրիշ ճանապարհ գտի, դա հարցը, այսինքն մենք հիմա ստիպված ենք դառնալ մուլտիմոդալ, այն պարագայում, որ դրա կարիքը չկա, մուլտիմոդալի կարիքը չկար, եթե Նիկոլը ոչ թե ծառայեր ռուսներին եւ իր օլիգարխատին եւ փսլնքոտներին բերեր էկոնոմիկայի նախարար, որ իրանք տեքստիլը հայտարարեն ռազմավարական ոլորտ Հայաստանում, ներդրումներ անեն, պետական բաներ տան նրա համար, որ 3 տարի հետո պարզվի, որ դուք որպես տեքստիլի կենտրոն տարածաշրջանում գոյություն չունեք, որտեղ ոչ բամբակ եք կաճացնում ոչ մարդ ուժ ունեք, որը կարա էժան գործանի։ Ասենք Թուրքիայի հետ ոտը ենք գցում տեքստիլով։ Թուրքիան է նա է Արաքսիան կողմնա։ Ոնց։ Այն ժամանակ ասում ես դու բան չես հասկանում, լավ օքեյ, ես բան չեմ հասկանում։ Հələ կլինի մի հատ ինչ որ մեկը գնա տեսնեն Ալեքսի տեքստիլի գործարանը, ինչ եղավ։ Հումքը որտեղից էր գալիս։ Դե ինչ կապ ունի որտեղից էր գալի, հումքը գալիս էր։ Այո։ Գալիս էր, դու չես կարող տեքստիլ արտադրես։ Չէ, Հնդկաստանից կարող է գար, կարող է Չինաստանից գար, որտեղից ասես կարող է Ուզբեկստանից կարող գար։ Ուզբեկստանը հայտնի է որպես հումքը։ Միանշանակ։ Դու չես կարող ներմուծվողով լինես։ Եթե դու բուտիկային արտադրություն ես անում, ասենք չգիտեմ, այդ այսպես կոչված նոր սերնդի բաներ, հա, Ռոբերտո Կավալի բանը, որ ինչքան փնթիգողական կասաղին գնում են այդ Ռոբերտո Կավալիները, դու կարաս իրանց համար ասենք չգիտեմ, ամիսը 100 հատ բաճկոն կարես, բայց դա չի դառնում, որ տեքստիլը քո ռազմավարական ոլորտն է, տեքստիլը ուղղակի ասենք բուտիկ է, 200-300 հոգի դրանով փող են աշխատում, բայց դա ռազմավարական ոլորտ չի, Որն է այս ռազմավարական ոլորտը Հայաստանում։ Մեր պարագայում ինչ-որ այն ոլորտը պետք է լինի, որը չունի կախվածություն, հա, իհարկե, ճիշտ եք ասում, որտեղ դե պարզա, չէ, ասենք, բանական մարդ ենք, հիմա հասկանում ենք, որ կախվածություն պետք է չունենաս։ Եթե քո գեյտը էդ է, եթե դու ստիպված ես մուլտիմոդալ ճանապարհներ ստեղծել քո համար, որ չես կարող մի անգամից, ասենք, չգիտեմ, 1 ժամվա ընթացքում 150 կոնտեյներ մտցնես Հայաստան։ Քո մոտ 1 ժամվա ընթացքում 4 ֆուր է մտնում։ Ինչի մասն է խոսքը։ Ինչ ուրախանում ենք ջուլֆայով պետք է ինչ որ բան։ Դա էլի որ ջուլֆան պետք է գա,
Դուք հասկանում եք, դուք ինչ եք պատվիրելու Չինաստանից այդպես։ Դուք կախվածություն ունեք այն ֆուրից, որը գալու է կանգնի, հա, բեռնատար։ Լավ 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե մեկ մի հատ բեռնատար է բաց տվել։ 25-րդ ճանապարհ, այս մեկը օրինակ 25-րդ ճանապարհը եւ մենք շատ ուրախանում ենք, որտեղ Այդ 25-րդ ճանապարհը կարող է հա այն առաջընթաց է։ ամենաբան, մի հատ sense որ կասկած չի հարուցում այդ ապրանքը ինչ օրինակ քյարփինջ։ Չփչանա էլի։ Հա, մի հատ քյարփինջը, որ մի հատիկ քյարփինջ Չինաստանից պատվիրես, որ մաքսատունը համ Իրանի Իսլամական Հանրապետության այդ պատասխանը Հայաստանի չգտանք այնուամենայնիվ ռազմավարական ինչ կարող է լինել, ինչից կախվածություն կարող ենք Հա, չունենալ։ չէ, դա պետք է մենակ բացառապես ոնց են ասում, գիտական եւ Մտավոր տեխնոլոգիական բաների վրա հիմնված, չպարտադիր չի։ Կարա լինի միկրոէլեկտրոնիկայի արտադրություն։ Այսինքն զուտ դետալների, որոնք բան չեն, էլի մի օթանավով կարաս բերես 2 տարվա աշխատանքի բան այդ, այսպես կոչված նուրբ մետաղներ, բաներ, որոնք շատ չի պահանջվում, ընդ որոնց դրանք մենք էլ ունենք։ Մենք պետք է կարանք մի շուտ, մեզ մոտ կարա լինի իրականում հանքարդյունաբերությունը, մետաղների մշակումը, գունավոր եւ պոլիմետալային, բայց Հայաստանում ոչ թե ոնց որ Նիկոլն է անում, եկեք սա հանենք, մոլիբդենի տակ ինչ կա, սա տանել տանք, չէ, ստեղ Հայաստանում մշակվի։ Այո, դա դժվար է, դա թանկ է, նա ներդրում է պահանջում։ Կարա լինի գյուղատնտեսությունը հատուկ, հա, որովհետև մեզ մոտ գյուղատնտեսական հողերի 60%-ը, եթե չեմ սխալվում, չի օգտագործվում ընդհանրապես տարիներով։ Կարա լինի քիմիական արտադրություն, բայց մեծ կորպորացիաների մեջ։ Կարա լինի ֆինանսաբանկային ոլորտ։ Կարանք տարածաշրջանի համար դառնանք բորսայի որպես հիմք, որովհետև մեծ հաշվով այդ հարմար է մեզ։ Մենք արաբական երկրների գումարները կարանք, չգիտեմ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Եվրոպայի, Աֆրիկայի որոշ երկրների համար դառնանք այն պլաշատկա, որտեղից որ իրանք կստանան եվրոպական ստանդարտներով ներդրում։ Ինչա, գալիս ես, ասում ես ընկերությանս 15%-ը վաճառում եմ։ Դու կարաս վաճառես Դուբայում։ Okay, բայց Դուբայ մտնելն է թանկ։ Ստեղ դու կարաս ասենք երկրորդ, երրորդ դասի ընկերությունները, որոնք AAA չեն։ Երևանի բորսայում ասենք այդտեղ սենց մտնեն, հայկական ընկերությունները կանան լինեն։ Բայց դրա համար պետք է Yandex-ից բարձնել Հայաստանում։ Դրա համար դու պետք է արգելես, որ Ռուսաստանից բան ինչ-որ ժեկի տված տեղեկանքով գերեուշնիկները կամ ադրբեջանական գործակալները գան լցվեն քո երկիր։ Այդ դեպքում հարց, ինչու դու քոնը չես ստեղծում։ Ինչու ես GG ունես, Yandex ունես, ինչ որ ուրիշը։ GG-ն մերն է։ Ու մերներ մինչև իրանք գնացին 2 գիսը, որը նույն Սբերբանկն է։ Այո։ Նույն Սբերբանկն է։ Ինչու է տենց։ Հոյակապ մի հատ գիրք կա, կոչվում է Դեգեներատը ու վլաստի։ Նախ եւ առաջ պետք է ասել, որ այս պահին ունենք այնինչ ունենք, այսինքն ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները դրական ֆոնով են անցնում, ասենք ասենք, էլ որ մեծ հաշվով ԱՄՆ-ն հայտարարում է, այդտեղ շատ կարևոր է, Հնդկաստան, Չինա, Հնդկաստան, Պակիստան ասեցիք, այդտեղ պետք է բան անել, նշել անպայման, որ փոխնախագահան ԱՄՆ-ի հայտարարեց, որ իրենք ընդհանրապես գործ չունեն այս կոնֆլիկտի հետ, եւ չեն պատրաստվում խառնվել, եւ մեծ հաշվով ցույց են տալիս, որ տարածաշրջանից ԱՄՆ-ն դուրս է գալիս, այսինքն ԱՄՆ-ն դուրս է գալիս բացառելով պատերազմները, որոնց ինքը կարա մասնակցի, բայց դա չի նշանակում, որ իրանք կասեցնելու են պատերազմները, որոնք ինքնաբուխ կարան առաջանան։ Հիմա ասեմ, սա ինչով է վտանգավոր եւ ինչով է օգտակար։ Եվ Արմեն Գրիգորյանի գնալ ինչով է կարևոր։ Արմեն գնում է Հնդկաստան, որը մեր ռազմավարական գործընկերն է եւ մեծ հաշվով կարելի է ասել, որ ամենակարևոր գործընկերներից մեկն է զենքի զինամթերքի սպառազինության գնման տեսանկյունից։ Մենք ունենք արդեն փորձ, բավականին տենց ծանր եւ բացասական, չնայած ինձ համար անընդունելի էր այն ինչ որ Փաշինյանը արեց 21 թվականին, որտեղ հայտնի էր, որ Արցախյան պատերազմում Ռուսաստանի դերը եւ դրանից հետո Ռուսաստանի բացահայտված դերը իրանց ասելով 400 միլիոն
բայց սկզբից պատտվում էր $600 միլիոն մասին խոսք, որը փոխանցվեց Ռուսաստանին զենքի զինամթերքի դիմաց, եւ չստացանք, եւ պատճառային էր, որ պատերազմական դրություն էր Ռուսաստանում եւ չնայած Ադրբեջանին տալիս են այդ ընթացքում, մեր զենքերը կիրառում են, այսինքն արտադրված են, իրանք Ուկրաինայում կիրառում են, բայց մեզ չի գալիս։ Մեզ չի գալիս երկու իրականում ստեղ բավականին բացի դրանից որ ռուսները տականք են, բացի դրանից կա եւս շատ կարեւոր բան։ Ես ամենասկզբից այդ հարցը բարձրացրել էի, տղեկ դուք ո՞նց եք պատրաստվում Ռուսաստանից բերել ծանր զենք։ Վրաստանը ունի կանոն, ինքը նույնիսկ այս պարագայում, որ իր դեմ պատժամիջոցներ են, ինքը միևնույնն է ՆԱՏՕ-ի տեխնացու երկիր է, այսինքն Վրաստանի տարածքի վրայով, տարածքով դու չես կարող բերել ռուսական զենք զինամթերք, բացառվում է դու չեն տա։ Լավ։ Բացի նրանից, որ նաև իրանք ադրբեջանական պայմանավորվածություններ ունեն, Վրաստանի երկաթգիծը, եթե չեմ սխալվում, 70%-ով պատկանում է Ադրբեջանին եւ Թուրքիային, այսինքն դու չես կարող այնտեղ բերես, ոչինչ չես կարող բերես։ Բարձր Ադրբեջանը չի թողի դու Ադրբեջանի տարածքով զենք զինամթերք բերես։ Դու պետք է կաթիլ, էլի նույն կերպ Պարսկաստանին խնդրելով բերեր Պարսկաստանով այդ զենքը։ Ինչի մարեր պետք։ Լոգիստիկ ծախսերը պատկերացնում եք ավելի լրիվ նույն ծախսն է, եթե դու օրինակ գնես, չգիտեմ, Հունաստանից կամ Ֆրանսիայից կամ նույն Հնդկաստանից կամ Չինաստանից այն ժամանակ որ տենց սուրճ էր հարաբերությունը 21 թիվներ էլ Բայդենի ժամանակ տենց սուրճ էր հարաբերությունները Չինաստանում կարելի էր օրինակ Չինաստանից գնեն չէ բայց իրանք փողը գլխից փոխանցեցին Ռուսաստանին գլխից հասկանում եք դա ինչ բան է ստեղծում այսինքն քեզ հենց նոր ծախեցին Ադրբեջանին դու իրան այդ փողը տվեցիր այսինքն ինքը Ռուսաստանը երկու անգամ այդ փողը ստացավ Այսինքն ինքը քեզ քո վրա կոշիկ է սրբել։ Դրանից հետո ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելը դա ոնց չգիտեմ, ապիկարություն է։ Հնդկաստան։ Իրան, Հնդկաստան։ Հիմա քանի որ Հնդկաստան-Պակիստան տեղի ունենում ռազմական բաներ, ներկայությունը Արմեն Գրիգորյան շատ կարևոր է։ Նախ եւ առաջ ստանալ երաշխիքներ, որ զենքի մատակարարումը չի կանգնի։ Սա քրիտիկական է 1, 2 ստանալ համաձայնություն հետագայում կոնֆլիկտում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում կիրառված զենքերի զինամթերքի միջոցների, որոնք որ մենք գնել ենք, դրանց տվյալների կամ ստանալ, կամ մենք գնանք տեղում ծանոթանանք, կամ իրանք մեզ ուղարկեն, կամ մենք տեսնանք ոնց է աշխատել այդ զենքը, այսինքն ստեղ այդ ռազմավարական գործընկերության բանն է, մի մասն է։ Բացի դրանից ես վստահ չեմ, չգիտեմ պլանավորած է եղել թե ոչ։ Եթե չպլանավորած է, դա вообще նշանակում է, որ լրիվ emergency է, այսինքն հրատապ այդ հարցը կանգնել է։ Ուրիշ խնդիր չկա, որ Արմենը Գրիգորյան պետք է գնա էլի Հնդկաստան։ Այնտեղ շատ հանգիստ կարելի է զանգով այդ հարցը լուծել, այսինքն դա նշանակում որ պետք է լինի մարդ, ով տեղում կնստի, առանց զանգի, առանց կապի, այսինքն որ բան չլինի։ Հնարավոր է նաև փակ սենյակներում պետք է հարց քննարկեն։ Որտեվ եթե դա լիներ քաղաքական հարց կգնա օրինակ, չգիտեմ, Արարատ Միրզոյան կամ տեղակալը կամ ասենք չգիտեմ դեսպանների մակարդակով կլինի անհանգստացնում է նաև այդ խորհրդականի պահը չէ ինքը այդ որ ասում եք խորհրդական ինքը Արմենի համարժեքն է Հնդկաստանում դրա համար է կոչվում վարչապետ Մոդի ազգային անվտանգության հա ուղղակի իրանք չունեն անվտանգության խորհուրդը դա իրականում գիտեք ինչա վիետնամական կոպիան է նրա որ Ռուսաստանի բանն է, էլ այդ որտեղից է, քանի որ Ռուսաստանը բարդույթ ունի շատ լուրջ, այդ ոնց է կոմպլեքս նիպալնացիոննաստ բրիտանական կայսրությունում, հա, թերարժեքության բարդույթ։ Բրիտանական կայսրությունում կար մեծ խորհուրդ եւ գաղտնի խորհուրդ։ Այս գաղտնի խորհուրդը թագավորական գաղտնի խորհուրդ մինչեւ Սինգապուրի անկախությունը, այսինքն մինչեւ 60-ական թվականներ գործել այնք ակտիվորեն գործել է եւ մեծ բան է ունեցել եւ իրականում օրինակ այդ իրանց MI5 MI6 այսինքն հետախուզությունները հակահետախուզությունը ենթարկվում է թագավորական պալատին ու թագավորին թակուն այն ժամանակ բացի թակուց ինքը համել այդ գաղտնի խորհուրդներ դրանով զբաղվում այսինքն սովետական միության փլուզումից հետո այդ
թերարժեքության բարդույթի շնորհիվ ստեղծվեց այսպես կոչված անվտանգության խորհուրդ գաղափարը։ Ռուսաստանում ստեղել այդ բաները Մեյմունի կապիկի նման սկսեցին կոպիա անել։